Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 24-ին Փրկարարծառայության տնօրեն Ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր, ծանոթանալու Հրշեջ փրկարարական ջոկատի վարչական նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։ Նախարարը վարչական նոր շենքում ծանոթացել է Հրշեջ փրկարարների աշխատանքային պայմաններին եւ ծառայության արդյունավետ կազմակերպման համար ստեղծված հնարավորություններին, կարևորելով անձնակազմի համար պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովումը։ Արփինե Սարգսյանին ներկայացվել է, որ շուտով կավարտվեն շինաշխատանքները, ինչի արդյունքում Հրշեջ փրկարարական ջոկատը կունենա ժամանակակից, անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած վարչական նոր շենք։ Ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, կարևորելով հետևողական եւ արդյունավետ աշխատանքների շարունակականությունը։ Մի շարք ուղղություններով տալով հանձնարարականներ, նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել մնացած աշխատանքները եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի Հրշեջ փրկարարները կարողանան ծառայությունը շարունակել պատշաճ պայմաններում։ Օգոստոսի 9-ին 0:40-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում վիճաբանություն է։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են հետագա զարգացումները եւ պարզել, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկրտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով եւ կրպազենքով։ Նախնական տեղեկություններով վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։ Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից 1 տասնյակից ավելի անձինք ձերբակալվել եւ տեղափոխվել են համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Դեպքի արդիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավորության կանխարգելման եւ բացահայտման նպատակով Ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության, Երևան քաղաքի վարչության եւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ մայրաքաղաքի մի շարք հատվածներում ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիներն ու օպերատիվ տեղեկություններով ստացված մի շարք հասցեներ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտող անձինք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, զենք, զինամթերք։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունները շարունակական են։ Օգոստոսի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4631 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 238 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 170 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 115 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 77 չամրակապված վարելու 888, առանց մանկական նստատեղի քարսիթի 41, վարելու ընթացքում ծխելու 629, վարելիս հեռախոսից օգտվելու 306, հետիոտնի վրա սահմանված վայրով անցնելու 41 եւ 1561 այլ իրավախախտում։ 30 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 112-ը տեխնիկական զննություն չանցած, 127-ը լուսարձակների անսարքությամբ, 51-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 89 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15456 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 237 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ 312 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 364 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 62 չամրակապված վարելու 4202, առանց մանկական նստատեղի քարսիթի 317, վարելու ընթացքում ծխելու 496, վարելիս հեռախոսից օգտվելու 736, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 74, արագության գերազանցման 2635 եւ 4779 այլ իրավախախտում, 87 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 745-ը տեխնիկական զննություն չանցած, 492-ը լուսարձակների անսարքությամբ, 134-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, 22 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 47 անձ։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992 թվականին ծնված Վահագն Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից եւ չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։
Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SafeU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով SafeU-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում։ Կառավարությունն իրազեկում է Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական եւ ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն, ստեղծեք մաքուր եւ անվտանգ միջավայր։ Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։ Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր եւ ապակու կտորներ թողնելը։ Դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։ Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։ Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում։ Դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1.5 մետր հանքայնացված շերտով։ Մաքրեք բուսածածկույթից եւ փայտի մնացորդներից։ Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի անցեք։ Անմիջապես փորձեք մարել կրակը կամ արագ ահազանգեք 112